Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում Կիրակ Նորյա դասեր հաղորդաշարն է։ Այսօրվա իմ զրուցակիցներն են Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես քահանա Բաղալյանը եւ Արագածոտնի թեմի Հովանավանքի քահանա Կարմրավորի եւ Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, օրհնեցեք Տեր հայրեր, շնորհակալ եմ շատ ժամանակ գտնելու համար, որովհետև մենք այսօր, երբ որ նկարահանում ենք, դարձյալ դեպքեր են զարգանում եւ անընդհատ որևէ մի կետում, որևէ եկեղեցու շուրջ մի հարձակում, մի բան տեղի ունենում այս իշխանությունների կողմից, այնպես որ շատ շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Մեծ սիրով ենք եկել։ Շնորհակալ եմ։ Մեր հասարակությունը իրավունք ունի մեր եկեղեցու կյանքում կատարվող դեպքերի իրադարձությունների մասին ճշմարիտ տեղեկություններ ստանալու եւ օրինական հոգեվորականների եկեղեցու կողմից պիտի ինքը տեղեկություններ ստանա, որովհետեւ նաեւ քաղաքական դաշտում մանավանդ իշխանական լրատվամիջոցներում ապատեղեկատվությունը բավական շատ է այս պահին։ Այստեղ դուք իսկապես շատ եք օգնում հասարակությանը եւ ավելի շատ եք խոսում, դրա կարիքը շատ կա։ Նախ ուզում եմ խոսենք Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշումից, որը մեզ համար չտեսնված էր, չնայած արդեն զարմանալու ոչինչ չկա մեր կյանքում։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ Սուրեն Պապիկյանը հրապարակեց երեկ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը, կներկայացնեմ որոշումից հատված, հիշեցնեմ ուղղակի, որ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել է 1997 թվականի նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին առաջինի եւ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Տեր Մանուկ, ձեզանից սկսեմ։ Չափազանց կարևոր դեր ուներ հոգեորականությունը Պաշտպանության նախարարությունում եւ պատերազմի ժամանակ եւ ոչ պատերազմական ժամանակահատվածում։ Խնդրում եմ ասեք, ինչով էր պայմանավորված այս որոշումը եւ ինչի հետևանք է սա։ Չեն գիտակցում դրա կարևորությունը զինված ուժերում, լինի թե մարտական գործողությունների ժամանակ, թե խաղաղ պայմաններում։ 2 տասնամյակ շարունակ հոգևոր սպասավորությունը հայոց բանակի ուղակի փայլել է։ Մենք բազմաթիվ գնդերեցներ ենք ունեցել, ովքեր որ բանակի մեջ միշտ սիրում եմ այս խոսքը ասել, եղել են սիրտը, բանակի սիրտն են եղել։ Նախ ավետարանական պատգամ փոխանցող միակ միջոցը եղել է գնդերեցը, որ բանակում ավետարանը քարոզվել է։ Երկրորդ, եւ Վարդանանց եւ Ղևոնդյանց քահանաների ոգին փոխանցող կրկին միակ միջոցը դա գնդերեցն է, որ բանակի մեջ կրթել, դասյարակել, հոգևոր կրթություն տալ եւ ոչ միայն հոգևոր կրթություն, այլ նաեւ թեւ ու թիկունք լինել ամեն սպայի եւ զինվորի։ Այս ընթացքում, այս 20 տարիների ընթացքում որքան ընդհարումներ են եղել, չէ՞, եւ ՊԲ-ում Պաշտպանության բանակի Արցախի հանրապետության շրջանում եւ որ այնտեղ ամենաշատն էին գնդերեցները ծառայում։ Արցախում։ Այո, Արցախում։ Դե բնական է, հոգևոր սպասավորության առաջնորդությունը այնպես էր կարգավորում, որ ավելի ճակատային հատվածներում գնդերեցները ավելի շատ լինեին, որպեսզի խնդիրների ժամանակ հատկապես քաջալերող առաջին ուժը լինեին իրենք։ Հոգևոր սպասավորությունը իրապես հաջողվել է մինչև այս հեղափոխությունը 18-ի։ Այո, թեև 18-ի հեղափոխությունից հետո հոգևոր առաջնորդությունը անգամներ բզկտվել է մինչև այս վերջին դեպքերը, բայց մենք կրկին շարունակել ենք մեր ծառայությունը։ Ամենայն սրբությամբ, ամենայն քաջությամբ, մանավանդ վերջին պատերազմի ժամանակ նույնիսկ ունեցել ենք նահատակ հոգևորականներ, ունենք անհայտ կորած հոգևորական, այսինքն հոգևորականը իրապես այն կապող օղակն է եղել, որ նաև
բանակի մեջ ծառայող սպաները, նույնիսկ բարձրաստիճան սպաները իրենց հույսը դրել էին այդ տղաների վրա։ Իբրև խորհրդատու ենք մենք եղել բանակում։ Օգնել եք վիրավորներին։ Ամեն հարցում։ Հարգելի հետևորդներ, կներեք, զգուշացնեմ, որ ձեզ տեղյակ որպեսզի լինեք, իմ զրուցակիցները երկուսն էլ մասնակցել են, եւ Տեր Մանուկը եւ Տեր Վրթանեսը մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Տեր Վրթանեսը կամավորականների հետ, Լորվա կամավորականների խմբի հետ էր մասնակցում որպես շարքային մասնակից, Տեր Մանուկը որպես գնդերեց, չէ՞։ Այո, հատուկ նշանակության բրիգադի գնդերեցն եմ ես եղել։ Ամենածանր հատվածներում եք եղել, խնդրեմ, հա։ Ուրեմն գնդերեցները իրապես հաջողվել են։ Խեղաթյուրման, ինքնասպանության բազմաթիվ դեպքեր կանխել են գնդերեցները։ Պատերազմի ժամանակ ամենակաջալերող ուժը եղել է գնդերեցը։ Որ զորքի հետ գնդերեցը եղել, այդ զորքը ամենակիչ զոհերն են տվել։ Իսկապես ամենակիչ հերոսները տվել են այդ գնդերը, որտեղ որ գնդերեցներ են եղել իրենց հետ։ Մենք մեր ամեն օրյա կապը պահպանել ենք մեր առաջնորդի հետ եւ ամեն օրյա կապը պահել ենք նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Վեհափար Հայրապետի գլխավորությամբ ուշով հետևում էր ամեն գնդերեցի աշխատանքին, ծառայությանը, ով որտեղ է, ով որքան զինվոր նահատակվեցին այսինչ տեղը, որքան զինվոր վիրավոր են բժշկական կենտրոններում, հոգևորականների այցելությունները չհաշված, ամենադաժանը սկսվեց պատերազմից հետո հատկապես, երբ որ Եռաբլուրում հոգևորականները շուրջ 8-9 ամիս օրվա ընթացքում 15-17 զինվորների հողարկավորություններ էին անում։ Ամենածանրը թերևս։ Այո, դժոխքը այդ ժամանակը սկսվեց, իրապես, որով օրվա ընթացքում այս մեր հերոս տղաներին, որ բերում էին, շուրջ 5000 իրենց հարազատները, բարեկամները, բոլորս կարծես թե դարձել էինք մեկ մարմին, մեկը մյուսին ուղակի լռությամբ փորձում էր ինչ-որ կերպով օգտակար լինեին այդ մեր քաջ տղաներին ամփոփելով Եռաբլուրում մեր հերոսների պանթեոնում։ Տեր Վրթանես, մենք մի տեսանյութ ունենք 44-օրյա պատերազմի զոհերին ուղված, հա, մի կպատմեք ինչ դրվագեր, ես ճիշտ ասած սոցիալական ցանցից գտա, կխնդրեմ հիմա տեղադրեն, կպատմեք դա ինչ դրվագեր։ Առաջնագծում կարդում ենք դպրոցականների մեզ ուղված նամակները, շատ հուզիչ էր։ Այս տեսանյութը։ Այո, տեսանյութը հենց դպրոցականի նամակ է, որ երեխաները մեզ նամակներ էին ուղում եւ այդ նամակները հասնում էր մեզ, նաեւ իրենք ուղարկում էին տարբեր սնունդի, հագուստի, առաջնագիծ օգնություն էին ուղարկում եւ մենք էլ այնտեղ կամավորներով ուրախանում էինք, որ այդ ամուր թիկունք ունենք մեր կողքին, բայց պատերազմի ընթացքում հասկացանք, որ ժողովրդի այս ակտիվ աջակցությունից բացի բանակի ռազմական այսպես ղեկավարությունը ապաշնոր է եւ դրա նաեւ դասական դրսեւորումն է Սուրեն Պապիկյանի կողմից այսպես վերջի հրամանը, որ գնդերեցների այս կառույցը ինքը լուծարում է ուղակի միակողմանի, երբ որ դա հիմնվել է Վեհափար Հայրապետի եւ Պաշտպանության նախարարի կողմից, եթե Սուրեն Պապիկյանը ինքը զինվորական լիներ, բանակից հասկանար, այսպեսի անլուրջ որոշում չէր կայացնի։ Բայց գիտեք ամենատարօրինակը որն է։ Ուղղակի որ մինչև հեղափոխությունը Սուրեն Պապիկյանը հայոց պատմություն եւ հայ եկեղեցու պատմություն է դասավանդել։ Նաեւ բանակում գիտենք, լսել ենք, որ իր սպային է դանակահարել, այդպիսի մի պատմություն ենք լսել իր մասին, չգիտեմ որքանով է ճիշտ, եթե օրինակ իրենց գնդում գնդերեց լիներ եւ այդ ոչ առողջ հարաբերությունները չլիներ Սուրեն Պապիկյանի եւ իր ծառայող
իր ծառայած զորամասում այդ անառողջ միջավայրը չլներ, այսինքն ինքը այդ անառողջ միջավայրից խեղված մեկն է եւ տեսնում ենք ինքը չի կարողանում բանակը ղեկավարել։ Տեսեք 2 տարուց տարուկես սարքեցին բանակը, երբ որ Ադրբեջանում նույն մոտեցումը չկա, Ադրբեջանը տարեկան 5-ից 6 միլիարդ դոլարի այսպես բանակում ներդրում է անում, բայց իրենք դա չեն անում, նույնիսկ տեսանք գնացել էր արտգործնախարարը եւ Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված են զենք զինամթերքը, որ պիտի բերեին մոտ 300 միլիոն դոլարի, դա ասեց մեր парքից անեք, այսինքն զենքը մի տվեք։ Եվ տեսնում ենք, որ պետությունը ինչպես է միջոցներ է օգտագործում ոստիկանական հարմակարգերի այս կազմավորման, ոստիկանական գվարդիայի, պարեկային ծառայության եւ այլնի, եւ դա չի անում բանակի վրա։ Այսինքն իրենք արտաքին վտանգը չեն զգում, չեն պատկերացնում, միայն ներքին վտանգ են զգում իրենց աթոռը կորցնելու համար եւ տեսնում ենք նաեւ բանակում ինչպիսի ճնշումներ էր նախորդել գնդերեցների նկատմամբ, իրենք ամեն կերպ փորձում էին գնդերեցներին քաղաքականացնել եւ վարչապետի այս հակաեկեղեցական արշավին ընդգրկել գնդերեցներին, որ իրավունքը չունեին, բանակը պիտի ապաքաղաքական կառույց լինի, իրենք իրավունք չունեն եւ տեսնում ենք, որ ամենաբարձր մակարդակով փորձել են գնդերեցներին ներքաշել այդ ուրացողների, տիրադավների խմբի մեջ եւ չկարողանալուց հետո գնում են այնպիսի մի որոշման, որ պիտի չգնային, ընդհակառակը պիտի իրանք հպարտ լինեին, ուրախ լինեին, որ բանակում կան այնպիսի գնդերեցներ, որ պատրաստ չեն ուրանալ իրենց հավատքը, դուրս գալ մայրաթոր Սուրբ Էջմիածնի, իսկ այն գնդերեցը, որ այսօր կարող էր հրամանատարական կազմի պահանջով դուրս գալ Վեհափառ Հայրապետի դեմ, վաղն էլ կարող էր օրինակ ադրբեջանական կան այսպես կառույցների կողմից նույնպես անդամագրվեր, մորթապաշտ լիներ, ինչպիսիք իրենք ուզում էին բանակում տեսնեին հոգևորականներ եւ ի տարբերություն փապկասուն տիրադավների, տեսանք բանակում ծառայող քահանաները եւ սարգսակները հայր սուրբերը ունեն հստակ կեցվածք, իրենք հավատարիմ են մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Վեհափառ Հայրապետին, իրենց հավատքին եւ մենք տեսնում ենք, որ այս գնդերեցները այսօր բանակում չծառայելով ինչպիսի խնդիրներ կունենա բանակը, որտեղ վերջի տարում իրենք ասում են պատերազմի պատճառով մահեր չեն եղել եւ այլն, իհարկե մենք հասկանում ենք, որ Իլհամ Ալիևը, Էրդողանը, Փաշազադեն Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս մինչև ընտրություն, բայց զորամասերում տեսնում ենք բազմաթիվ մահվան դեպքեր նաև խաղաղ պայմաններում, այսինքն իրենք բանակի ներքին կյանքը չեն կարողանում կառավարել եւ բանակում բազմաթիվ խնդիրներ այսօր կան, որոնց մասին մենք շատ անգամ չենք ուզում բարձրաձայնել, որպեսզի բանակը թիրախավորված չլինի, բայց տեսնում ենք պաշտպանության նախարարի կողմից, որը նաև զինվորական չէ, մենք կուզեինք այս դժվար ժամանակաշրջանում պաշտպանության նախարարը լիներ զինվորական, բանակից հասկանար, ինչպիսիք նախարարներ մենք ունեցել ենք, բանակից հասկացող, բանակի կառուցվածքից հասկացող։ Հետաքրքիր չէ, մարտահրավերները կան, ոչ Նիկոլ Փաշինյանն է բանակում ծառայել, մյուսն էլ զինվորական չէ, պատմության ուսուցիչ է։ Այսպես ասեմ, կառավարության բազմաթիվ անդամներ բանակում չեն ծառայել։ Հա, չեն ծառայել, չգիտեն ինչ է։ Բանակ չծառայած այս կառավարության անդամները տեսնում ենք նաև արտաքին վտանգը չեն զգում։ Եթե իրենք պատերազմի դաշտում եղած լինեին, տեսած լինեին պատերազմը ինչ առավիրք է, այն անլուրջ պարգևավճարների փոխարեն, որ միլիոնավոր դրամներով ստանում են այն հույժ գաղտնի հրամաններով, որ միլիարդներ են մսխում, այդ փողերը կդնեին բանակաշինության գործում, եւ այսօր այս 5 տարի հետո նայեք, բանակում ինչ մեծ կորուստ ունեցանք, շուրջ 5000 զոհեր։ Իրենից առաջ ասում էին զենք, զինամթերք չեն գնել, էս չեն արել, 5 միլիարդի զենք ու զինամթերք մնաց Ադրբեջանում։ Մասնե խոսքը ասում էին, բանը դասալիք են եղել երոսների մասին։ Նույնիսկ ամենաժամանակակից զենքերը լինեին բանակում, այս իշխանությունների օրոք մենք հաղթանակի շանս չունենք, որովհետև իրենք ղեկավարելու ապաշնորհություն ունեն։ Տեր Մանուկ, հատկապես Պապիկյանի որոշման մի հատված եմ ուզում ներկայացնել, մի դրույթ։
հետևյալ ձևակերպումն ունի. Հայաստանյաց առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն, դա ենթադրում է, որ զինված ուժերում առանձին հոգևոր ծառայության համակարգ են ստեղծելու, որտեղ ներգրավելու համար պարտադիր չլինել հոգևորական բավարար է հայաստանյաց առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։ Այսինքն դա նշանակում է, որ կարող են լինել նաև ոչ հոգևորականներ, կարգալույծ քահանաներ, կարևորը որ չենթարկվեն վեհապան եզրակացություն անել, չէ, եթե նույնիսկ կարգալույց հոգևորականներ ընդգրկվեն այդ ծրագրի մեջ, որոշակիորեն հանգիստ կլինենք մենք, որովհետև այդ նույն կարգալույց եղած հոգևորականները հոգևոր կրթություն են ստացել Գևորգյան հոգևոր ճեմարանում կամ Վազգենյան հոգևոր դպրանոցում, այսինքն անցել են առաքելական մեր Սուրբ եկեղեցու բովով, բայց այդտեղ ամենամեծ մտավախությունը ուրիշ բան է։ Ինքը սա ասում է, ես էլ կարող եմ եզրակացնել, որ կարող է օրինակ կյանքի խոսք աղանդը կամ որևէ աղանդավորական կազմակերպություն հայտ է ներկայացրել բանակ մտնելու եւ քարոզելու։ Եվ բացի այդ տիրադավները, որոնք իրենք հոգևոր կրթություն ունեն, բայց իրենք չեն ենթարկում եկեղեցու երարխիային, այսինքն հերձվածող են, կարող է օրինակ իրենք վաղը Արման Սարոյանին մի գնդում գնդերեցի նշանակեն, Աստված մի արասցե եւ տեսնեն այդ մարդը ինչպես է իր ուրացող, դավաճան կեցվածքով այդ գունդը դարձնում այդ հոգեբանության տեր։ Այսինքն իրենք բանակում եթե պիտի հավաքեն, այսպես ասեմ, թրքասերների, որոնք անգամ եթե հոգևոր կրթություն ունեն, բայց թրքասեր են, իրենք հայոց բանակում անելիք չունեն։ Աղանդավորների, այսինքն մուտքը կարող են սրանով ապահովել։ Ես կարող եմ հանգիստ եզրակացնել, որ որևէ կազմակերպություն հայտ ներկայացրել է բանակ մտնելու։ Այստեղ մի ուրիշ հարց էլ կա։ Թեև Տեր հայրը խոսեց դրա մասին, որ բարձրաստիճան զինվորականներ եւ այլն կանչել են, գնդերեցներին, ոմանց սպառնացել են, ոմանց այո, խոսել են, այո։ Ես անձամբ գնդերեց եմ եղել։ Եվ բոլորս էլ այսպես ասած ենթարկվել ենք գնդի հրամանատարին։ Կատարել ենք բոլոր հրամանները։ Պատերազմի ժամանակ հրամանատարը ինչ հրաման տվել է զորքին, մենք էլ ենթակա ենք եղել այդ զորքին։ Ուղղակի իմաստն ինչ է, որ գնդերեցներին այսպես փորձում են բան անել, բաժանության նման լինի, էլի, որ դուք չեք կարող այլևս ծառայել։ Միան եզրակացությունը սա այն է, որ ուրիշ կազմակերպություններ հայտ են ներկայացրել։ Ուրիշ ոչինչ։ Ավել ասեմ, դա կարա արտակի նաև ներգործող հանգամանք լինի, օրինակ Իլհամ Ալիևի կողմից պահանջ դրված լինի Նիկոլ Փաշինյանի առջև գնդերեցների այս համակարգը, բանակի հոգևոր սպասավորության համակարգը լուծարելու։ Ինչպես գիտենք, նաև բանակի 1.5 տարի, 2 տարուց սարքելը դա ադրբեջանական պահանջ է։ Նախ ուզում էին ամռան անեին, հետո դրսից արագացրեցին այս process-ը, այսինքն ամառային զորակոչի փոխարեն դարձավ ձմեռային զորակոչին, այսինքն դրսից այդ հակազգային, հակահայկական կառույցները բանակի լուծարելու գործում Նիկոլ Փաշինյանի առջև պահանջներ են դրել եւ ինքը հերթով դրանք կատարում է, բանակից դուրս է գալիս հայ եկեղեցին, այսինքն մեր ինքնության հիմնական այն կառույցը, որին Ադրբեջանում Փաշազադեն, Իլհամ Ալիևը կամ Էրդողանը ռևանշիստական են համարում, այսինքն իրենց նպատակը հայրենասեր հոգևորականներ ունենալը չէ, եւ տեսնում ենք ինչ է կարծում, եթե օրինակ այդ բարձրաստիճան զինվորականների ճնշումներից, այսպես ասել, վախենալով գնդերեցը հրաժարվեր Աստծո նկատմամբ իր ուխտից, Մայրաթորի նկատմամբ ուխտից եւ միանար իրենց այդ հակաեկեղեցական արշավին։ Այս դեպքում ինքը կարող էր մնալ, նման գնդերեցի ինչ օրինակ կարող է հանդիսանալ զինվորների համար։ Փառք ու պատիվ մեր գնդերեցներին, իրենք այս իշխանական նախ բանակը ինքը պետք է քաղաքականացված չլինի, այո, բանակի տեղը չէ քաղաքականությունը,
բանակ գնում են եւ իշխանականների զավակները եւ ընդդիմադիրների զավակները։ Բայց ոչ աղանդավորները։ Այո, եւ բանակում ունեցել ենք նաեւ Եհովայի վկաներ, որոնք զենք չէին վերցնում, հետո էլ այլընտրանքային ծառայության էին գնում, այսօր էլ կա այլընտրանքային ծառայություն։ Այսինքն այդ հարցերը իրենք չեն կարողանում լուծել։ Բանակում ունեցել ենք նաեւ եւ ասենց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք զենք չէին վերցնում, օրինակ մալականները, աղանդավորներ են եղել գնդերում, բայց գնդերեցների շնորհիվ հետո այդ տղերքը զենքել են վերցրել, ամեն ինչ էլ արել են։ Իմ ժամանակ Վանաձորում, երբ որ գնդերեց էի, նաեւ եղել է այլընտրանքային ծառայող, որի հետ զրուցել ենք, մի կարճ ժամանակ անց այդ տղան գնաց որպես զինվոր ծառայելու, այսինքն դարձավ ժամկետային զինծառայող, բայց եկել էր այլընտրանքային ծառայության, այսինքն տեսնում ենք իշխանությունները իրենք չեն գնահատում այն նվիրյալ հոգևորականներին, որոնք իրենց ուխտին հավատարիմ են, այսինքն իրենք ուզում են եւ մայրաթոռում դրածո ունենալ, եւ գնդերեցների մեջ մարդիկ ունենալ, որոնք հայրենասեր հավատքով լինելները իրենց համար արժեք չէ, այլ պիտի կամակատար լինի։ Այսինքն ինքը մոտավորապես լինի, չգիտեմ, այն դատավորների նման, որ ապօրենի սրբազան են դատում Նիկոլի հանձնարարականով։ Այսինքն եթե դեպի դատավորը իրենց ձեռնտու է, եթե Մասիս Առաքելյան է, չգիտեմ, ինքն էլ Հայաստանից կարճ ժամանակով եթե բացակայում է, գնացել է հանգստանալու, այդ գործը Կարեն Ֆարխոյանը կանի, որտեվ դատավորների մեծ մասը նմանատիպ գործեր անելու ընդունակ չեն, որովհետև իրենք գիտեն, որ սահմանադրություն կա, օրենքներ կա, եւ տեսնում ենք դատարանները ապօրենի դատարանների մուտքերը փակելուց հետո, դատավորներին այսպես վախացնելուց հետո, որոշ դատավորներ միացան Նիկոլ Փաշինյանի այս իրենց վնգստացող, ես իմ դատավորներ, վիրավորական արտահայտություններ, վրաները ինչ որ գործեր կա, որը տեսանք նաեւ Միքայել Սրբազանին դատող դատավորի ամուսնու հետ կապված ինչ որ գործեր կային, որոնք ինքը խախտումներ էր արել, եւ տեսնում ենք այդ ձևի դատավորները կարող են դառնալ կամակատար, այսինքն Նիկոլ Փաշինյանը օր-օրի բռնապետ է դառնում, եւ չենք զարմանա, որ վաղնել, չգիտեմ, սկսած ամենայն հայոց կաթողիկոսից մինչև շարքային քաղաքացու ազատ տեղաշարժն ու մնացած խնդիրները արգելի։ Կխոսենք դեռ այդ մասին, բայց ուզում եմ դեռ գնդերեցության մասին խոսել։ Անկեղծ ասած, ինձ թվում է մեր հասարակության մի ստվար զանգված չի հասկացել մինչև վերջ գնդերեցների դերը, հա, բանակում, որովհետև քիչ եք պատմել նույն պատերազմի մասնակցության մասին, միշտ խուսափել եք, չէ, պատմել, թե ինչ օգնություն է եղել, ինչ դեր եք կատարել, վիրավորների եւ վիրակապ փոխել, եւ զենքը ձեռքներից կռվել, եւ հոգեբանական աջակցություն ցույց տալ։ Գուցե չգիտեն, չեն հասկանում մեր հասարակության մեծ ստվար զանգված չի հասկանում, թե ինչ են արել իրականում եւ դրա կարեւորությունը։ Բանակում ծառայողները դա հասկանում են, այսինքն տեսել են, ցավոք սրտի մեր կառավարությունում եղող այդ բարձրաստիճանների, այսպես ասեմ, Նիկոլը եւ իր ԿՊԱ-ականների այդ վերնախավը իրենք բանակում չեն եղել, որ գնդերեցների այս վաստակը ծառայությունը իրենք տեսած լինեն։ Այսինքն իրենք բանակում չեն եղել, բանակում եղողները դա եւ տեսել են եւ դրա արժեքը գիտեն եւ հիմա էլ հասկանում են ինչ կարող են կորցնել գնդերեցների բացակայության դեպքում։ Տեր Մանուկ, ես որոշ նյութեր էի կարդում, որ իհարկե շատ քչախոս եք եղել պատերազմի մասին, մի կերպ այսպես լրագրողները փորձել են ինչ-որ կորզել որոշ խոսք ձեզանից պատերազմի մասին, դուք մեր զինվորներին ամեն մեկին ասում են, զինվորների մասին խոսելիս ասում եք ամեն մեկը առյուծի ձագ էր, հա, դուք այդպես եք խոսում, ընդ որում դուք եղել եք ամենաթեժ կետերում մինչև վերջին պահը, հա, նույն Շուշիում, այլ վայրերում։
Իսկ Հայաստանի իշխանությունները, Փաշինյանի տիկինը, Ալիևը ինչ են խոսում մեր զինվորների մասին, որ դասալիք են եղել, հիշում եք, ասում էր 11,000 դասալիքի մասին էր խոսում ադրբեջանական մամուլը, Ադրբեջանի ղեկավարը, իհարկե նաև Աննա Հակոբյանն էր ասում հազարավոր այդ դասալիքների մասին։ Խնդրում եմ, այս տարբերությունը հասկանանք։ Ինձ համար օրինակ մտահոգիչ է, երբ որ թշնամին է այդ մասին խոսում, ասում ես, դե բնականաբար, չէ, թշնամու խնդիրն է, Ալիևի խնդիրն է, որպեսզի ցույց տա, այդ տեսեք, հայ ժողովուրդը, հայ զինվորը կռվող չէ։ Երբ որ Հայաստանի իշխանություններն են խոսում, դա ինձ համար տարօրինակ է այս հանգամանքը։ Թշնամին, որ խոսի հայոց զինվորի դասալիք լինելու մասին, նորմալ է։ Բայց ես կարծում եմ իրենք գիտեին, որ հայ զինվորը չափազանց քաջարի է եւ իրենց զինվորները 3-ը մեր մեկին զիջում էին։ Հայ զինվորը երբեք չի պարտվել։ Ես առիթ եմ ունեցել ծառայելու այնպիսի ընտիր գնդի մեջ, որ կատարյալ պատրաստվածություն ունեին մեր գնդի եւ սպաները եւ զինվորները։ Երբեք չեմ տեսել այսպիսի բան։ Երբեմն ամենաթեժ տեղերում եղել են ուրիշ գնդերի զինվորներ էլ, ես դրանց մեջ էլ չեմ տեսել այսպիսի բան։ Անկեղծ եմ ասում, մեկ դասալիք զինվոր ես չեմ տեսել։ Բոլորն էլ քաջասիրտ արի տղերք են եղել եւ զարմանալին ինչն էր ծառայության ընթացքում զորամասում, երբ որ խաղաղ վիճակ էր, պատահել են տղաներ, որ իրենց մոտ հավատքը թերի է եղել, այդքան նստած չի եղել, բայց պատերազմի ժամանակ այդ տղաներն ավելի հզոր հավատք ձեռք բերեցին, ավելի ուժեղ կամք ձեռք բերեցին, իհարկե օրինակ ունենալով իրենց գնդերեցին։ Ավելի հավատացյալ վերջում եկան, պատերազմն ավարտվեց, եկավ, մինչև այսօր մենք կապը պահում ենք իրենց հետ, ընտանիքների հետ, շփվում ենք բոլորի հետ։ Իսկ ինչ մնում է ընդհանուր հասարակության գիտակ լինելու թե չլինելու հարցում, ընթացք զինվորներն եկել են ծառայության, հետո զորացրվել են, գնացել են, բազմաթիվ տղաներ կան, որ մինչև այսօր իրենց գնդերեցների հետ շփվում են, կապը պահում են, որովհետև իրենք իրենց գնդերեցներին իրապես վստահել են։ Ես այստեղ ցավով կարող եմ արձանագրել, որ փաստորեն երկրորդ թեմը փակվեց։ Մեկը Արցախի թեմն էր, իր քաջ հոգևորականներով, որոնցից շատերը ամեն օր տագնապի մեջ, մանավանդ այդ վերջին շրջանում ապրիլյան պատերազմից հետո մինչև այս 44-րդ օրյա պատերազմի ժամանակները տագնապի մեջ, բայց քահանաները մինչև վերջին վայրկյանը չլքեցին Արցախը։ Որ ասում են եկեղեցու դեմ ոչ մի հալածանք չկա, այս չկա, այն չկա, ինչպես չկա։ Երկրորդ թեմը փաստացի Սուրեն Պապիկյանի թեթև ձեռքով փակվեց։ 40-ից ավել գնդերեցներ այսօր պիտի այլևս գնան մայրաթոր, վեհապար հայրապետը նոր նշանակումներ պիտի անի իրենց։ Եվ հետաքրքիր բան կա։ Ընդ որում ասվում էր, որ քիչ են գնդերեցները, չէ՞։ Դրա կարիքը կար, ես հիշում եմ տարիներ շարունակ այս հարցը քննարկվել է։ Իհարկե քիչ են։ Հետաքրքիր բան ասեմ, Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական այդ շոու ֆեյք պատարակների ավելի մեծ ընդգրկվածություն ունեն այն նախարարությունները, որոնք ձախողում են իրենց բուն առաքելությունը։ Հետաքրքիր է տեսնել հակաեկեղեցական այդ պատարակների շոու, ինչպիսի ակտիվությամբ են մասնակցում, օրինակ Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Անահիտ Ավանեսյանը, որ այդ ոլորտները լիարժեք Արդարադատության նախարարուհին էլ գնաց։ Իրենց այդ
Թե արդարադատության նախարարուն ոմանք չգիտեն, որ ինքը նախարար է, շատերը համացանցում հանդիպում ես, մտածում են, որ Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է։ Ինքը 3 փաստաբան ունի, այսպես 3-4 փաստաբան, մեկը արդարադատության նախարարն է, մյուսը դատախազն է, երրորդը մարդու իրավունքների պաշտպանն է։ Իրենք խուլ են, բոլոր են դիմումների նկատմամբ, որ իրենց ուղղում են, կույր են ցանկացած դեպքի իրադարձության նկատմամբ, որ վարչապետը սահմանադրություն է խախտում, օրենքներ է խախտում, օրինակի համար, եթե ասենք քննչականում ասենք իրավունքները ոտնահարվում են, երբեք մարդու իրավունքների պաշտպանը դա չի տեսնի։ Իրեն ձեռնատու չի, լուր, անձայն։ Նույնիսկ այն խնդիրները, որ սահմանադրություն է խախտում Նիկոլ Փաշինյանը եկեղեցու գործերին, ներքին գործերին միջամտելով, չգիտեմ, ասենք Արման Սարոյանը կարող է մի հատ բողոք գրել ցանկացած դատարանում եւ այդ նույն գիշերվա ընթացքում ամբողջ այդ դատարանը աշխատի, որ Սարոյան Արմանի այդ հայցը միջանկյալ, չգիտեմ, ոչ միջանկյալ ձևերով պաշտպանի տպավորություն է, որ ինքը, չգիտեմ, Մասսի Միլպետն է եւ առաջնորդանել ոստիկանական հենապետ է։ Այդ տպավորությամբ են աշխատում։ Տեր Վարդանես, ես հիշում եմ, որ առիթներ ունեցել եմ զոհված տղաների, նահատակվածների կամ անհետ կորածների ծնողների հետ զրուցել 44-օրյա պատերազմի եւ մի դրվագ հատկապես շատ տպավորվել էր, հայրերից մեկը, ծնողներից մեկը պատմում էր, որ երբ որ որոնում էին, փնտրում էին իրենց անհետ կորած որդիների մասունքները, որոնողական աշխատանքներում էին ընդգրկված ազգային անվտանգության ծառայության հետ, եղել է, որ ադրբեջանական կողմը մարմիններ է հանձնել եւ նույնիսկ առանձնացրել է որոշ տղաների մարմիններ առանձին է տվել, ասել են ադրբեջանցիները, ասել են այո, նրանք մեր դեմ են կռվել, մեզ են ոչնչացրել, բայց նրանց հերոսի պես հատուկ կարգով հուղարկավորեք, թաղումը կանեք, այսինքն նույնիսկ թշնամին գնահատել իր դեմ է կռվել, բայց գնահատել է հերոսների պայքարը։ Սի դեպքեր ենք շատ հետաքրքիր դեպքեր, այսինքն նույնիսկ թշնամին դավաճաններին չի ընդունում եւ հերոսներով հետաքրքիր մեջ տոպրակների մեջ պահում էինք Անահիտ Ավանեսյանի տղաների աճունները։ Անահիտ Ավանեսյանի նախարարությունը, որ Արցախահայերը ինչ մեծ կորուստներ ունեցան այս 44-օրյա պատերազմին, նայեք Լոռու մարզը իր բնակչությամբ 3 անգամ ավելի շատ բնակիչ ունի, քան օրինակ Արցախի հանրապետությունը ուներ, չնայած իր մեծ տարածքին, եւ տեսնում ենք, որ Արցախի հանրապետությունից են համամասնության առումով, այսպես ասեմ, 5 անգամ ավելի շատ զոհեր են եղել, քան Հայաստանի, այսինքն արցախցիների այդ հերոսական մասնակցությունը ես այնտեղ տեսել եմ, ինչ հերոսական էին մասնակցում, եւ այսօր կարող են մարդիկ ասեն, արցախցիները չէին կռվում, կամ նույնիսկ այսպես Տերայրը ակտիվ մասնակցել է, մենք Տերայրի եւ Տերայրի նման sense քաջ հոգեվոր եղբայրներով հպարտանում ենք եւ մեկ էլ տեսնում ես մի նիկոլական այսպես ազդեցության գոտում sense ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցի ազդեցության տակ ընկած մեկը համացանցում գրում է բա ուր էին հոգեվոր սպասավորները բան պատերազմի ժամանակ իրենք չեն պատկերացնում են հոգեվորականին որ օրական կարող էր 2 հուղարկավորություն նույնիսկ աներ զոհվածի, հանուն հայրենիքի զոհվածի եւ սա ավելի ծանր էր, քան առաջնագծում զենքը ձեռքին լինելը։ Ես ինքս իմ համայնքից ունեցել եմ եւ զոհվածների հուղարկավորությունների եմ մասնակցել, մոտ 11 զոհ է եղել, որից 7-ը մասնակցել եմ, մնացածինը արդեն առաջնագծում եմ եղել եւ նույնիսկ առաջնագծում եղած ժամանակ զանգում էի, Տերայր էի գտնում որ այդ զոհվածի հուղարկավորությունը մի Տերայրով չարվեր եւ գնդերեց աներ եւ համայնքից երկրորդ Տերայրը լիներ թեմից որ Երևան հայրենիքի համար զոհված է ինքը շարքային մեկը չէ հերոս է նահատակ է որ իր արարողությունը պիտի նաեւ շուքով արվի եւ այսօրվա մեր իշխանությունների այս մոտեցումը չգիտեմ էկոնոմիկան ամբողջ ձախողված նախարարը գնում է եւ եկեղեցում էլ ձախողվում է ձախ ձեռքով խաչակնքվելով Ես բայց հիշում եմ Տեր Վրդանես, երբ որ հարձակվել էին Նիկոլ Փաշինյանի թիմակիցները
Տեր Մանուկի վրա Արագածոտնի մարզում ինչ էր կատարվում, չէ՞, ձեր թեմի ներկայացուցիչների հետևից, Սրբազանի հետևից գործողությունները մարզվում է, ասեմ նկարները տեսան։ Չէ, ես հիշում եմ քաղաքացիներից գրում էին նույնիսկ ողորմելիներ ասում էին Տեր Մանուկը, երբ որ հայրենիք էր պաշտպանում, դուք փայլուն կոշիկներով սելֆիներ էիք անում, այսինքն մարդիկ նաև հակազդում էին, մարդիկ ձեր դեմ, որ ինչ որ բան է կատարվում հոգևորականների, սկսում են խոսել մարդիկ, հա, ու ամենակոշտ նույնիսկ բառերն են օգտագործում իշխանությունների հասցեին, իսկապես իհարկե ես զգացված եւ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ եկեղեցականին եւ եկեղեցու դերը միշտ գնահատում են, բայց անկեղծորեն ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր որ հալածում են մեզ։ Դեր հայրենիքը պաշտպանելուց քաջ է, համայնքում ինքնապաշտպանվելուց այդպես քաջ չէ, որտեղ հայրենակիցների նկատմամբ մի տեսակ դժվար է այդպես ագրեսիվ լինել։ Այս վերջերս տեսանք մեկը մարզվում է, Ստեփան Ասատրյանով անունով մեկը, շատ պարապ ժամանակ ունի։ Կոկորդիլոս Գարիկ Սարգսյանը, մեկն էլ տակը գրել էր, որ նեղոս ես մտնում, զգուշելի կոկորդիլոսները քեզ չուտեն, չգիտեմ ինչին էր վերաբերում։ Դե Գարիկ Սարգսյանին էր վերաբերում, որ մեծ բան էր, բիզնես պլան էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, կոկորդիլոս բուծելու բան էր։ Չգիտենք Ստեփան Ասատրյանին ում դեմ են մարզում, Տեր Մանուկի, Տեր Սարգսի թե մեր դեմ են մարզում, բայց անիմաստ է, որտեղ եթե այսօր դուք բանակ չեք պատրաստում, հայրենիքի անվտանգություն չեք կարողանում ապահովել։ Եթե ձեր գեր նպատակը, այսօր մեր միջազգային հարաբերություններն ենք տեսնում, ամերիկյան ռազմանավ է դեպի Իրան շարժվում, Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը զորավարություն են անում եւ տեսնում եք մի երկիր կա, որտեղ շատ բնակիչները անվտանգ են, Սևլիճը հակառակորդը չի ներխուժել, Իշխանասար, Ներքինհանդ, Վարդենիսի հատվածում իրենց երկիրը ներխուժում չկա եւ տեսնում ես այդ երկրի վարչապետը ինչ որ նոր նախասիրություններ ունի, առողջապահության նախարարը, չգիտեմ, նոր տարվա հանդեսին մանկապարտեզում երբեք ձյունանուշիկ չի եղել, հիմա էլ ուզում է բարի, ճիշտ ասած սրտանց ուզում է այդ համերգին մասնակցեի, բայց հետո ճաշակս, արժանապատվությունս թույլ չտվեցին եւ այդպես էլ այդ համերգին չմասնակցեցի, եթե օրինակ, եթե ճաշակ չունենայի, արժանապատվություն չունենայի, չէ, բայց այնտեղ փայլուն շորեր էր պետք, բաներ պետք, չունեիք, համ էլ այդքան երիտասարդ չէի են տատիների նման, որ ակտիվ ինչը նկատի ունեք Տեր Մանուկ, որ ասում եք բնդացակ, ասում են համերգին էլ մի ինչ-որ ուդարնիկ խփող կար, դեմը բրոնի ապակիով էր, չնայած արդեն դալիճ մտնողներին մանրամասն ստուգել էին, մի հատ էլ բրոնի ապակի էին դրել, շատ նմանացրի մեր եկեղեցու հյուսիսային կրկնապատի վրայի բրոնի ապակիից էր, դեր ասենք ափսոս էր այդ ապակին այդտեղ դրած, որևէ մեկը մեր հասարակությունից իր հոգեբանությամբ չի, այդ մարդը անլուրջ վախեր ունի, իր անձի նկատմամբ վախեր ունի, միտեղ որ միջոցառմանա գնում, իր այդ բաժակ ու պատարակախ ափսեա տանում, բայց երբ որ պիտի սահմանի անվտանգությունը եւ մեր ազգի անվտանգությունը ապահովի, այդտեղ զլանում է։ Ինչքան քո անվտանգությունն ես ապահովում, գոնե դրա մի չնչին տոկոսով ապահովի նաեւ մեր քաղաքացիներիս անվտանգությունը։ Մենք եղեր տեսած ազգ ենք, մենք ուժեղ բանակ պիտի ունենանք, չենք կարող վստահել Ալիևի խոսքին Նիկոլին տված։ Այն դեպքում, որ լավ գիտենք Ալիևը ժամանակ է շահում մինչև ընտրություն, որպեսզի Նիկոլին թողնի վերարտադրվի, որ հերթական պահանջները դնի։ Ես կուզեի Տեր Մանուկ բացատրեիք ինչը նկատի ունեք, որ շնորհակալություն եք հայտնում այս հարձակումների համար, բայց նաև հիշում եմ, երբ որ դուք սրտամկանի ինֆարկտ ունեցաք Մայր տաճարի դեմ իշխանությունների հետ հերթական հարձակման օրը, ես հիշում եմ Տեր Մանուկի դեմքը, որ դուք այդպես ծանր վիճակում պարկած էիք, սպասում էիք շտապօգնության մեքենան գար, անկեղծ ասած, այդ շատ ծանր։ Եվ նույն աջակցությունը դուք էիք ստանում հասարակության
հասարակության կողմից։ Շուրջս կային հոգևոր եղբայրներ, Ես Տեր-Մանուկի դեմքն եմ հիշում, մտավ, բժշկության աղոթք էին կարդում, ես Սաղմոս էի ասում, լրագրողներն էլ ակտիվ շտաբ օգնություն ու ոստիկանություն էին զանգում, որովհետև ոստիկանությունը խոչընդոտում էր նաև շտաբ օգնության մոտենալը տրթատակամարի մոտ, երբ որ իրենք էին տրթատակամարի մոտ հավաք անելու արտոնություն տվել։ Եթե դուք գիտակցում եք, որ այդտեղ չի կարող շտաբ օգնության մեքենա մտնել, այդտեղ պիտի հավաք չարտոնեիք։ Այսինքն մեր իշխանությունները տեսնում են կառավարությունից սկսած օրենքներ, որոշումներ են ընդունում, հետևանքների մասին չմտածելով։ Օրինակ, այդ հոգևոր սպասավորությունը բանակում լուծալը հերթական այդ որոշումներից է։ Ես լավ եմ հիշում այդ բանակի հոգևոր սպասավորությունը ինչպես ձևավորվեց, այն ժամանակ ներկայիս վեհապար հայրապետը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն էր։ Մի օր կառավարության դաչայում այդպես հանդիպման էր եղել, թերակղզում է գտնվում եւ Վազգեյան դպրանոցը եւ կառավարության ամառանոցը եւ այնտեղ նախագահի, պաշտպանության նախարարի իր այն ժամանակ Վազգեն Սարգսյանն էր, հետը հանդիպում էր ունեցել եւ մոտավորապես ասել էին, որ ՃՄԱ-ի ուսանողները մի մասը բանակից ոնց որ փախչելով ընդունում են ՃՄԱ-ն, չնայած Վազգեյան դպրանոցի մեր սաների քանակը ընդամենը 50-ն էր։ Եվ երբ որ ներկայիս վեհապար այն ժամանակ մեր վերատեսուչներ եկավ ասեց, ինձ այսպեսի բան ասեցին, որ կարող է ուսանող լինի, որ բանակից փախնելու պատճառով ՃՄԱ-ն ընդունված լինի, բացի խոսքից ինչպես կապացուցեք, որ դուք բանակից փախած չեք, բանակից փախնելու պատճառով չեք եկել ՃՄԱ-ն, եւ մենք ուսանող լինելով այն ժամանակ վեհապար հայրապետին այն ժամանակ նա Գարեգին Սրբազանին ասինք Սրբազան հայր, մենք պատրաստ ենք հիմա էլ գնանք բանակ եւ ծառայենք։ Եվ վեհապարը մեզ ասեց, եթե անկեղծ եք ասում, կդիմեմ նախարարին եւ թող ՃՄԱ-անցիները ՃՄԱ-ն ավարտելուց հետո որպես հոգեվոր սպասավորներ բանակում ծառայեն եւ սկզբնավորվեց գնդերեցների, բանակի հոգեվոր սպասավորների կամ հրամանատարի հոգեվոր խորհրդատուի այս պաշտոնը։ Եվ տեսնում ենք կարող է ներկայիս այսպես զինվորական չեղող անլուրջ նախարարի կողմից, որը չափից դուրս նաև հակաեկեղեցական է, բան ու գործ չունի, բանակաշինության ասպարեզում ինքը անելիք չունեցող մեկն է, բանակը չի պատկերացնում։ Եվ տեսնում ենք սա Կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանի հետ պարապ է, ամեն անգամ մի եկեղեցի է գնում, ինչ որ եկեղեցի, որտեղ պետք է վեհապար հայրապետի անունը չտան, այսինքն բանակաշինությունը ձախողած նախարարը կարող է 20 տարվա ընթացքում ձևավորված բանակի մի կարևոր կառույց մի օրում ոչնչացնել, ինչա դրանից կարող է ուրախանան 2 կամ 3 հոգի, այսպես Իլհամ Ալիևը, Փաշազադեն կամ Էրդողանը։ Ուղղակի ամոթ ես զգում, որ այսպիսի պաշտպանության նախարար ունես այսքան վտանգավոր ժամանակաշրջանում։ Տեր-Մանուկ, կուզեմ ամեն դեպքում անդրադառնանք այդ հանգամանքին, ինչով եք ուժեղանում այս հարձակումներից։ Գիտեք, միշտ ամեն անգամ, երբ որ եկեղեցու վրա եւ հոգեվոր դասի վրա պատմության մեջ էլ բոլոր ժամանակներում հարձակումներ են եղել եւ անգամ նահատակության գին է եղել, եկեղեցին ավելի հզորացել է։ Այստեղ մենք պիտի չմոռանանք այն հանգամանքը, որ մենք եկեղեցականներս միջնորդն ենք ժողովրդի հոգիների փրկության։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին եւ ժողովրդի մեջ միջնորդն ենք։ Թեև շատ քիչ ենք, հոգեվոր դասը շատ քիչ է, չգիտեմ 650-700 անձ է հաշվում, մինչև անգամ ամենայն հայոց հայրապետն էլ հաշված, նույնքան էլ հաշվենք Կիլիկիայի հայոց թեմը, ավել չեն լինի, հոգևոր այս մի բուռ դասը իր քաջությամբ ժողովրդին առաջին հերթին ավետարանով ուղղում է դեպի հոգու փրկություն։ Բայց ցավալիորեն բոլոր ժամանակներում հոգևորականները եղել են հալածանքի ուղիղ
կիզակետում։ Մինչև անգամ աքսորներից չեն էլ վերադարձել։ Որքան հոգևորականներ են եղել, որ ուղղակի իրենց կյանքը խեղվել է պատմության ընթացքում։ Բայց մեր եկեղեցին ամուր է մնացել, որովհետև Սուրբ Հոգին գործում է մեր եկեղեցու մեջ։ Մեր մեջ ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին իմ մեջ գործում է եւ իմ հոգևոր եղբայրների մեջ։ Դրա համար առիթից օգտվելով մնացյալ մեր քահանա հայրերին, եղբայրներին, բոլորին ես եղբայրաբար խնդրում եմ, որ իրենք ամուր մնան, որովհետև ամեն հալածանք մեզ ուժեղացնում է։ Ինչով է ուժեղացնում։ Աղոթքով, ավելի շատ միավորվելով։ Թեև մենք Մկրտիչ Սրբազանի ժամանակ, ես խոսեմ մեր թեմի մասին, թեև մենք Մկրտիչ Սրբազանի ժամանակ միշտ այդ աղոթական վիճակի մեջ եղել ենք, ծրագրեր ենք իրականացրել, շաբաթվա ընթացքում 2-3 անգամ ամբողջ թեմով հավաքվել ենք, աղոթներ ենք արել, հիմա չենք թույլատրում ավելի ուժեղ ենք, այսքան հալածանքներից, այսքան դժվարության մեջ, որ մեր առաջնորդը մեր հետ չի, այն ծանր առաջնորդական աշխատանքը, որ Սրբազանի ուսերին էր դրված, հիմա մնացել է քահանաների ուսերին, այս ծանր հալածանքի մեջ մենք ավելի հզորանում ենք։ Դրա համար իրեն շնորհակալություն, որ այս նաև մեր հոգին է պնդանում այստեղ։ Հիմա հիշեցի, կներեք մի բան էլ, հիմա հիշեցի, որ քահանաներից պատմում էին տարբեր զրույցներում, որ մարտի դաշտում նույնիսկ եղել է, որ մկրտության արարողություններ են արել, մկրտել են մեր զինվորներին, չմկրտված զինվորներին։ Գիտեք, ես այս հարցին մի քիչ այլ կերպ եմ մոտենում եւ առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, ցավալիորեն, որ մեր զինվորը հասնում է դրան, որ մարտի դաշտում վերջին պահին է մկրտվում։ Իրապես սա ցավ է։ Եվ ամենամեծ մտահոգություններից մեկն է մեզ համար։ Առիթից օգտվելով բոլոր այն մեր սիրելի ծնողներին, ովքեր որ իրենց զավակներին ճանապարհում են ծառայության, նախապես թող մկրտեն, նոր ուղարկեն։ Պատրաստ լինեն։ Եվ առհասարակ միշտ մեր հոգևոր այդ կյանքի մեջ մեր զավակներին, ընտանիքը պիտի զավակին շատ ավելի շուտ տանի մկրտության, ոչ թե թողնի հասնի մարտի դաշտում կամ մկրտվի, կամ էլ չմկրտված հերոսանա։ Սա ամենամեծ ցավն է բոլորիս համար, հատկապես եկեղեցու համար։ Տեր Վրթանես Բայց այո, եղել են եւ արել են մկրտություններ, այդ ծայրահեղ վիճակի մեջ են եղել։ Տեր Մանուկը նշեց, թե ինչպիսի դեպքեր են եղել մեր հոգեորականներին, ինչպես են հետապնդել տարբեր ժամանակներում, սպանել, բազմաթիվ դեպքեր ենք հիշում, բայց նաև մենք հիշում ենք Գևորգ կաթողիկոս ենք ունեցել Սուրենյանց, որը Սարդարապատի ճակատամարտի առաջնորդներից մեկն է եղել եւ մենք շատ հաճախ ենք անդրադառնում նրա այդ ոգեկոչման խոսքին, նրա որոշմանը, որը մեզ համար օրինակ է, այդ հաղթանակը կերտողներից ամենակարևոր անձանցից մեկն է։ Հիմա օրինակ պատկերացնում եք, եթե նույն Գևորգ կաթողիկոսը մեր ժամանակներում ապրեր, օրինակ, եւ նման կոչով հանդես գար, օրինակ ասենք նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ կամ որևէ օրհասական պահի, ինչ հետապնդումների չէ կենթարկվեր, ինչ կանեին, ինչում կմեղադրեին, KGB-ի գործակալ լինելու մեջ, գիտեմ, այլ երկրների գործակալ լինելու մեջ։ Ես մի կարճ պատմական ակնարկ անեմ։ Հա, հետո Գևորգ կաթողիկոսի ժամանակ էլ ճիշտ 100 տարի առաջ Գևորգ կաթողիկոսի ժամանակ էլ այսպիսի մի շարժում ձևավորվել է բոլշևիկների գլխավորությամբ։ Նոր կյանք, ինչպես էր կոչվում։ Այո, նոր կյանք։ Եթե չեմ սխալվում, Շախյան, Աշոտ եպիսկոպոս Շախյանն էր գլխավորում այս ամեն ինչը։ Ուղղակի ուզում եմ մի բան արձանագրենք։ Այն վերջին պահին, երբ որ Աշոտ եպիսկոպոսը արդեն մահվան մահճի մեջ էր, Վեհապար Այրապետին նամակ է գրում, որ իմ եպիսկոպոսական աստիճանը վերականգնեք,
գոնե մեռնեմ վերջին օծմամբ։ Այսինքն այս նույն բանը նաև տեղի է ունեցել այդ հերոս Գևորգ կաթողիկոսի ժամանակ 70 անաստվածության շրջանին կրկին անգամ մեր բոլոր կաթողիկոսները հերոս են եղել անկախությունից հետո վեհափառ հայրապետի այս 25-26 տարիների գահակալության շրջանում այսքան բսկտել, այսքան հալածել մի հատ նայեք Գարեգին երկրորդ կաթողիկոսից առաջ ում են այդքան շատ հալածել Քաղաքական էս հետ Հիմա եկեղեցին ինչ անի եկեղեցականները ամեն օր դնեն ժողովրդին պատմեն թե այս կաթողիկոսի ժամանակ ինչ գործեր են տեղի ունեցել։ Ոնց որ ինձ ասացին տարբեր մարդիկ, որ եթե համեմատելու լինեն, կգա ժամանակը կհասկանան, որ Գարեգին երկրորդի ժամանակ ավելի շատ աշխատանք է կատարվել, քան երբևէ։ Կաթողիկոս վեհափառ հայրապետի Արդեն երբ այո, ասում են կգա ժամանակը կհասկանան։ Ցավալի բան ասեմ, վեհափառ հայրապետի այսօր եղբայրը, հարազատ եղբորը, զրպարտության հիման վրա կալանավայրում են պահում արդեն նոյեմբեր ամսից սկսած երկար տևական ժամանակ է այդ մասին չի խոսվում եղբոր տղայի նկատմամբ այսպես քրեական հետապնդում նաև քրոջ որդու որ Մկրտիչ Սրբազանը որևէ մեղք չունի երկու էժանագին զրպարտիչ են գտել Ստեփանի եւ Արամայիսի որ երկուսն էլ սուտ վկա են ես բազմիցս համոզվել եմ Ստեփանի ստախոս լինելու հանգամանքով Այն ամենապրիմիտիվ օրինակը բերեմ, որ իրականի եկեղեցու Բաքում կոշիկ էր վաճառում առանց ԴՄ-ի կամ Նիկոլին հայոյում էր։ Ինքը կոշիկ էր վաճառում։ Այո, եւ վաճառում էր եւ հայոյում էր։ Մեկի տեղը 15 վկաներ ունեմ։ Այդ երբ որ թվականներին։ Անցյալ ամռան մասին է խոսքը։ Երբ որ Լուիս Մանկան գրառումները հիշում ենք Facebook-ում էլ էր գրում հայոյում։ Այն ծրագիրը, որ նաեւ փակվել է, ոմանք ասում են նաեւ կառավարության միջամտությամբ Դանիայի դեսպանատունը այլևս այդ ծրագիրը չի հովանավորում, որովհետև ասենք այս վերջի շրջանում նաև եվրոպական, ամերիկյան դեսպանատներն էլ մի տեսակ չգիտեմ ինչու դեսպանների գլխավորությամբ կուրացել են։ Իրենք չեն տեսնում Հայաստանի ներսում կատարվող այս բռնաճնշումները։ Սկսած վեհափառի հայրապետից մինչև Միքայել arczepiskopos Աճապահյանի նկատմամբ, Բագրատ arczepiskopos Գալստանյանի նկատմամբ, Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ, այսօր տնային կալանքում թեմից քահանա ունենք, մեր Տեր Գարեգինը, մեր հոգևոր եղբայրը, երկար ժամանակ կալանավայրում էր, հետո էլ տնային կալանքում է եւ խիստ սահմանափակումներով վերջի դատին Տերայրը ամոթ է ասել խնդրում էր գոնե ծնողների հետ եմ ապրում, քույրս ու եղբայրս կան, ծնողներիս հանդիպեն էլի, ես տնային կալանքում եմ որ խոչընդոտ եմ դարել եղբորս եւ քրոջս համար, որ իրենց ծնողների հետ շփվեն, այսինքն եղբայրն ու քույրը չէին կարողանում իրենց տուն այցելեն։ Նույն ձևի տնային կալանքում է մեր թեմի հաշվապահ աշխարհիկ անձնավորություն է Տիկին Նայրա Ալավերդյանը, մի ազնվագույն, մաքուր ազնվորություն։ Ինչի համար ենք այդ մասին տնային կալանքում զուտ նրա պատճառով որ թեմի հաշվապահն է եւ այսօր այս հալածանքները որ կան թեմի բոլոր քահանաների նկատմամբ Միայն թեմում չի, գիտենք Քանաքեռի եկեղեցու դեմ ռազմական ոստիկանության մեքենան կանգնած, ասում են դե մոտերքում զորամասեր կան, մոտերքում զորամասեր 30 տարի է եղել, ինչու է հենց այսօր եւ այսօր էլ տոնական օր է նաեւ մեր համար, կուզեմ այդ մասն էլ մի կարճ բարձրաձայնել, Սուրբ Սարգիս զորավարի իր որդի Մարտիրոսի եւ 14 զինվորականների հիշատակի օրն է, մենք Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի հոգևոր տեսուչ հայր շնորհքի գլխավորությամբ, թեմի քահանայից դասով, նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգսի զորավարի մասունքներն էր բերվել, էլ Ուշիի Սուրբ Սարգիս, Պատարագի ավարտից հետո էլ մասունքները տեղափոխվեցին Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի, որ առիթ ընձեռելով հավատացյալներին այդ մասունքների զորությանը հաղորդակից լինելու, առիթից օգտվելով կուզեմ շնորհավորել բոլոր սարգիսներին, մարտիրոսներին, նաև այն զինվորականներին, որ այսօր բանակում քաջաբար ծառայում են, ցավոք սրտի վերջի շրջանում սկսած 20-ի այս խայտառակ պարտությունից հետո, որ ապաշնոր իշխանությունների մեղքով եղավ, շատ ու շատ զինվորականներ թողնում բանակից դուրս են գալիս, իրենց կխնդրեի, որ դուրս չգան,
իշխանությունները, կառավարությունը իրենց ապաշնոր կազմով ժամանակի ընթացքում կփոխվեն, բայց մենք այդ զինվորականների կարիքը շատ ունենք բանակում, թող իրենք չհուսահատվեն, չթողնեն, չգնան հայրենիքից, շատերը Ռուսաստան գնացին, գիտենք, այս ռուս-ուկրաինական պատերազմում շուրջ 15000 հայ է երկու կողմից զոհվել։ Եթե օրինակ այդ նույն մարդիկ գային իրենց հայրենիք եւ 44-օրյա պատերազմը 44 օրով եւ նոյեմբերի 9-ի խայտառակ այդ պայմանագրով չավարտվեր, որ Նիկոլ Փաշինյանը խայտառակ կերպով կնքեց եւ նույնիսկ այդ պայմանագիրի կետերը չեն բավարարվել, այսօր գերիները չեն վերադարձրել, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում դատվում են եւ նրանցից էլ ավելի մեծականակ հայրենասերներ, բացի սրբազաններից, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք, նաեւ 50-ից ավելի քաղբանտրարկյալներ ունենք, նաեւ լրագրողներ ունենք բանտում, Նարեկի, Վազգենի պարագային, նայում ես ինչ առողջ մարդը հայտում է նիկոլական բանտում եւ 1 ամիս հետո, երբ որ գալիս է իր դատին, վերում են կամ իր դատի սայլակի վրա է մարդը։ Եվ իշխանություններն էլ մի բան են։ Մենք ավելի ծանր դեպքեր ենք ունեցել, իհարկե Արմեն Գրիգորյանն ենք ունեցել, որը դատարանի դահլիճում մահացավ, հա, եւ մարդը, բայց ուզում եմ խոսենք մեր հարցի մասին, ինչ կլիներ, եթե Գևորգ Կաթողիկոսը ապրեր մեր օրերում եւ նման կոչով հանդես գար։ Նիկոլ Փաշինյանը նույն կերպ իր հետ կվարվեր, նախկինում ասում է, որ ԿԳԲ-ն այս թվից Ռուսաստանից իրան պատասխանել են, հարգելիս այդ թվին ԿԳԲ չի եղել։ Անկեղծ ասեմ, հիմա էլ չկա։ Ռուսաստանում ԽՍՀՄ է, որի անունը ինքը վախում է, նույնիսկ անունը վախում է տալ, եւ հետաքրիր ասեմ, լկտի սուտ խոսեց մարդամեկը, ասելով, որ Կաթողիկոսը ԿԳԲ-ի գործակալ է, հետո չհիմնավորվեց իր լկտի սուտը, եւ գայլն ու գառի պատմության նման մոտավորապես մի տարեկան չկա, սա եղբայրը Տերանս գամ, այդ նույն ԿԳԲ-ի գործակալ լինելը փորձեց Կաթողիկոսի եղբոր վրա կարել։ Եզրաս Սրբազանի։ Հիմա էլ իմացանք, ասենք, չգիտեմ, քնչականից կորել են գլանակը, որը իբրև թե այն թմրամոլի ուսապարկից որ հանել են, իբրև թե Արշակ Սրբազաններ գցել, հուսով ենք որևէ մեկից գրպանից չեն հայտնաբերի, որ դարտնանում եք, ստուգում եք, չէ, ամեն դեպքում այն մայրաթոր ներխուժման օրը դեկտեմբերի 18-ին, որ այդ խմած ամբողին տեսա զանգակատան տակը, աչքերս բարձրացեցի երկինք, ասի փառք Տիրոջը, Արշակ Սրբազանը կալանավայրում է, չեն ասի էս զանգվածին ինքն է հարբացրել, այդ հարբած ամբողը, երբ որ զանգակատան տակն էր։ Ցավալիորեն, եւ այսօր այդ ամեն ինչը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը չի թողնում, որ եպիսկոպոսատ ժողով գումարենք մայրաթոռում։ Այսօր եկեղեցին իր գործելու համար, կանոններով գործելու համար ուզում է եպիսկոպոսատ ժողով գումարել, մեկ էլ տեսնում ենք եպիսկոպոսների նկատմամբ ճնշում։ Լավ ճնշում է, փորձում ենք Հայաստանից դուրս, օրինակ Ավստրիայում եպիսկոպոսատ ժողով գումարել։ Հիմա էլ կարող է այստեղից եղողներին ինչ որ ճանապարհով ինքը փորձի խոչընդոտել, որպեսզի եկեղեցու բնականon կյանքը ընթանա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այսօր ոչ միայն պետությունը չի կարողանում ղեկավարել, որը սահմանադրությամբ եկեղեցուց առանձին է, այլ նաև միջամտում եւ խոչընդոտում է եկեղեցու ներքին կյանքին, չի թողնում եկեղեցին իր կանոնների ազատ կերպով գործի։ Եվ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի այս լկտի կեցվածքը, անօրեն կեցվածքը, հակասահմանադրական կեցվածքը միայն հայ առաքելական եկեղեցու դեմ է։ Այս նույն Նիկոլ Փաշինյանը կհամարձակվի նման, օրինակ, հակասահմանադրական, անօրեն լկտի վերաբերմունք դրսևորել Հայաստանում գործող օրինակ մի որևէ աղանդի ղեկավարի նկատմամբ, մորմոնականների, Եհովայի վկաների։ Բայց ինչի՞ չեք տեսնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանուհում հետ է հանդիպում, տեսել եք հանդիպումները։ Իհարկե տեսել ենք եւ ցավում ենք։ Ինչ կրոնական կազմակերպությունների հետ, աղանդավորական։ Փաշինյանը նրանց մոտ գնում է, փորձում է իրեն ներկայացնել որպես գառ, երբ որ ինքը գառան մորթով գայլ է իր Հայաստանի բնակչության մեծագույն մասը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է եւ ինքը Հայաստանի Հանրապետության նաեւ բացի ամբողջ աշխարհում եղող հայերից Հայաստանի Հանրապետության այս
մեծագույն քանակ ունեցող ազգային եկեղեցու իրավունքներն է այսօր ինքը ոտնահարում եւ միջամտում է մեր հոգեվոր կյանքին, չի թողնում մենք մեր հոգեվոր այսօր հովանավանք չենք կարողանում մենք ուխտի գնանք։ Ոստիկանական ուժերով մեզ խոչընդոտում է, ես Արագածոտնի թեմի որպես քահանա երկար ժամանակ հովանավանք չեմ գնացել, երբ որ նախկինում հաճախակի էի գնում։ Ամեն 5 շաբթի մենք աղոթք ենք անում համաթեմական եւ հովանավանքում քիչ բացի մնացած եկեղեցինում ենք անում։ Դե այդ կարգալույցին են ուղեկցում են ազգային անվտանգության աշխատակիցներ են, թիկնազոր ուղեկցում են այդ կարգալույցին։ Գոնե հովանավանքին այդ քահանան Տեր Սարգիսի մուտքն են, Տեր Մանուկի մուտքն են։ Ես երկու քահանաները, որ այդ հովանավանի վանքի քահանաներն են, այդ եկեղեցի չեն կարողանում ներս մտնել եւ չեն գնում, որպեսի բախում չլինի։ Ինչ վիճակ է հիմա այնտեղ, որտեվ ես եղել եմ առանձին օր գնացել եմ, շրջապատված է ոստիկանական մեքենաներով։ Մի կերպով ոչ մի անգամ նույնիսկ արդեն փորձել չեն կարել 2 ամիս ավել է որ գնանք։ Փակ է։ Հովանես Մկրտչի ծննդյան օրը այնքան ոստիկան կար հովանավանքում։ Ես այդ օրն էլ եմ եղել։ Որ սովորաբար այդքան ուխտավոր էինք ունենում։ Այնքան ոստիկանական կառույցներ, մի մասի տարբերանշանները արդեն չենք տարբերում։ Նիկոլ Փաշինյանի վերջի տարիների միակ ձեռքբերումը կարելի ասել այդ ոստիկանական գվարդիան է, բարեկային ծառայությունն է, եւ իհարկե կարող ենք այդ ձեռքբերումներին ավելացնել ԿՊԱ-կանների սոցիալական վիճակի բարելավումը, իշխանական մասի, փառք Աստծո իրենք այն բարձր աշխատավարձով չի հույսին չեն, նաև պարգևավճարներ են ստանում, նաև հույժ գախնի sense ծրարներով են պետական բյուջեից գումար ստանում եւ տեսնում ենք, ասենք, որ մեր պետական պարքը ինչքան ավելացել է, ավելացած բաներից կուզեմ նաև դա տեսնենք, որ բավական ավելացել է պետական պարքը, եթե այդ պարքի մարման գումարների չափով օրինակ պաշտպանության նախարարությանը տրվող գումարը ավելանար, մենք շատ ուրախ կլինեինք եւ մեծ ձեռքբերում կլներ։ Դե ինքը հայտարարեց իբր թե падգամավորներ ազգային ժողովում հարցնում էին այդ պարտքը ինչի է սարել, այդ արտաքին պարտքը ինչի է ավելացրել, ասաց իբրև թե զենք է ձեռք բերել, բայց դարձյալ սուտ էր, որովհետեւ զենքը այսպես ասեղ չի, որ ձեռք բերես գնումները ցույց չտաս։ Իդեպ մենք հարգելի հետևորդներ, Կիրակնորյա դասեր հաղորդաշարը նկարահանվում է շաբաթ օրը, մենք այս պահին երբ որ զրուցում ենք տեղեկություն կրկին ստացանք, որ քննչական կոմիտե են հրավիրվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը եւ Տեր Մովսես Քահանան։ Փաստաբան Արմինե Ֆանյանը լրագրողներին հայտնել է, որ հոգեորականներն արդեն քննչական կոմիտեում են, նա հաստատել է, որ իր պաշտպանյալները քննչական կոմիտե են կանչվել Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով, այսպես ասած, եւ իրավաբանը կարծում է, որ այսօրվա հարցաքննությունից հետո նրանց նկատմամբ խափանման միջոց կընտրվի։ Իդեպ եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով են կանչել, ասել է փաստաբանը այն պատճառով, որ Ավստրիայի ժողովը եպիսկոպոսած ժողովը, կայանալիք ժողովը տապալ են, լրագրողների հետ զրույցում է ասել փաստաբանները, մեջ բերեմ նրա խոսքը, սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի կարգավիճակով։ Սա էլ է եզակի բան, նշանակում է արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, բնականաբար կընտրվեն խափանման միջոցներ։ Դե հիմա փետրվար 16-ից 19 հայտարարված է, որ եպիսկոպոսած ժողովը, այո, ժողովը պիտի գումարվի, սպասելի էր, որով նշված երկու սրբազաններն են, եւ Հովնան եւ Մակար սրբազաններն են, երկուսն էլ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամներ են, բնական է, որ պիտի խոչընդոտեն իրենց մասնակցությունը, օրինակ այդ եպիսկոպոսած ժողովին։ Ես նույնիսկ չեմ էլ զարմանա, որ վեհապարի շարժը սահմանափակեն։ Այո։ Մենք ցավոք սրտի վերջի շրջանում, այսինքն վեհապարին էլ թույլ չտան սահմանափակեն նրա ազատ տեղաշարժը եւ ինչի են հասնելու, զումով կանեն, ուրեմն մենք հոգեվորականներս մեր վեհապար հայրապետի գլխավորությամբ ամեն ինչի պատրաստ ենք։
Նիկոլ Փաշինյանը ասում է ուղղակի կատարյալ համբերություն է պետք։ Կատարյալ համբերություն, տոկունություն, անդադար աղոթք, ամեն ինչի պատրաստ ենք։ Թող անեն։ Նիկոլ Տերը կմիջամտի։ Փաշինյանը նախընտրական փուլում ասում էր Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, բոլորդ վարչապետ եք։ Վերջի շրջանում մտածում եմ, որ Հայաստանում մեկ բռնապետ կա, որի կամակատարն են պետական պաշտոնյաների մի ստվար զանգված, եւ կա 3 միլիոն կալանավոր, 3 միլիոն գերի, որ գերի ենք Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Կարող է մեր արտգործնախարարը գնա հասնի ամենաբարձր ամբիոններ եւ սկսի քննադատել մեր եկեղեցուն։ Ավելին դուք եք հարձակվել ըստ այդ զեկույցներին, եկեղեցականներն են հարձակվում որպես հանցագործներ։ Կարող են արքիեպիսկոպոս դատել կեղծ մեղադրանքով, շինծու, փորձաքննություն չանցած, այսպես ասեն իր ձեռագրով սենց մի ահաբեկչություն է գրվել եւ դա ասի քնչականի ղեկավարը սուտ խոսի եւ տեսնում ենք ամեն ձևի քրեական հոդվածներ կարող է ցանկացած մեկի դեմ օգտագործեն, այսինքն ամբողջ իրավական համակարգ այսօր գերի է մի բռնապետի ձեռքին, որ չի հասկանում, որ ինքը իրավունք չունի, այդ մարդուն ոնց հայրեն բացատրենք, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ ինքը իրավունք չունի եկեղեցու ներքին գործերին միջամտելու։ Օրինակ, ինձ մի քանի ստենդ են դրել, առավոտ երեկոյան այդ սրտի ստենդի դեղերը խմում եմ։ Ինչքան դժվար է, որ այս մարդն էլ իր դեղերը ժամանակին խմի եւ հոգեկան անհավասարակշիռ իր պահվածքը մենք չզգանք։ Օրինակ, ես որպես քահանա եւ Հայաստանի Հանրապետություն քաղաքացի չեմ ուզում, որ ինքը իր այսպես ձեռքերը մխրճի եկեղեցու գործերի մեջ։ Բայց ինքը տվյալ դեպքում կատարող է, ինքը կատարում է դրսի հրահանգները, ինքը ստանում է, ի վերջո սա մեծ ծրագրի մաս է։ Եթե դուք կարծում եք, թե ինքը հենց այնպես է անում, ինքը հստակ քայլերի հաջորդականությամբ ստանում է ինչ Բացի անել։ Արման Սարոյանից, որ երազում է բարձրահասակ դառնալ, ես էլ երազանք ունեմ։ Ուզում եմ հայրենասեր եւ աստվածասեր վարչապետ ունենամ իմ երկրում, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարաբերություններում ինչ չներկայացնի։ Ինչքան տրամաբանական է Արման Սարոյանի երազանքը, ոչ էլ տրամաբանական է, բայց թող գնա ոտերը վիրահատի բարձրահասակ դառնա։ Ինձ խնդիրը դա չի։ Իմ խնդիրը ուզում եմ, որ կառավարության իմ ղեկավարը մեր ազգային շահերը պահի եւ սահմանադրությամբ շարժվի, լիազորությունները չարաշահի, ինքը ինչ խոստումներով է եկել իշխանության, թող մտնի մի հատ ոչ բարով թերուս լրագրող է եղել, թող մտնի մի հատ իր նախկին այն խոստումները նայի, տեսնի որևէ տեղ կա, որ ինքը ժողովրդին ընտրությունից առաջ խոստացել է կաթողիկոս փոխել, եպիսկոպոս կալանավորեր, արքեպիսկոպոս կալանավորեր, այն խոստումները թող նայի, ոչ թե ասի թոշակները 10,400 դրամով ավելացնենք, թոշակառուն աննպատակահարմար կծախսի, այսինքն չի ուզում մարդկանց սոցիալական վիճակը տեսնել, Հայաստանի բնակչության 50%-ը այսօր աղքատության մեջ է ապրում, երեկվա իրենց այն լկտի ծախսերը, այդ վարչաբրենդ կոչված համերգի դիսկոտեկա, հա, ասենք վարչապետը խոստացել է, որ դիսկոտեկա պիտի սարքի, ինքն էլ պիտի նվագի, այդ խոստումով է եկել, մենք հենց լավ երաժիշտներ ունենք կոնսերվատորիան ավարտած, եթե երաժիշտ է ման գալիս, կարող եմ մեկի անունն էլ տալ, Բեգոյան Վահեն, օրինակ իմ համակուրսեցին է եղել, տաղանդավոր դիրիժոր երաժիշտ է, ուզում են համերգ կազմակերպեն, Շուշան Պետրոսյանի նման երգչուհի ունենք, այսինքն մենք երգչուհու, նվագողի, մարդիկ այսօր կոնսերվատորիան ավարտելով լուրջ երաժիշտները աշխատանքի պակաս ունեն, այդ երաժիշտները կարող են լավ համերգ տալ, մենք չենք մնացել իրա ցածր կրթամակարդակով համերգին, որտեղ գնում են կներեք արտահայտությանս համար հիմնականում շողոքորդ, այն քծնող մասան, որ պետական, թող այդ
առանց համերգի իրենք գնան հանդիպեն այդ համերգավարն Ալեն Սիմոնյանը, բայց ուզում եմ հիշեցնել, որ երբ որ ուխտիերթ կոչվածն էին անում Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ն եւ նրանց միացել էր Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման ակտիվիստները, այնտեղ կարգալույծ եղած նախկին Տեր Կորյունը ինքը լրագրողին ասաց 18-ին սկսածը ավարտին ենք հասցնում։ Լրագրողին այդպես ասեց, այսինքն այս ծրագիրը 18-ին երբ որ եկել է իրենց առաջ դրված է եղել։ Դրա համար հենց առաջին օրվանից հարձակումները եղան եկեղեցականների, եկեղեցու եւ ամենակարևորը վեհափառ հայրապետի դեմ։ Ճանապարհ փակելով ամենասարսափելին Սարդարապատում հիշում եք ինչ արեցին։ Ոստիկանական պատով թույլ չէին տա։ Միքայել Սրբազանը հարցազրույց ունի, ասում է 3 թիրախ կա, մինչև կալանավորվերներ։ Արցախն է առաջինը, եկեղեցին եւ Սփյուռքը։ Այս իշխանության թիրախում 3 այդ թիրախներից մեկը այսօր իրենց թվում է թե չեզոքացրել են, բայց Արցախայությունը փառք Աստծո կա։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր դատվում է Բաքվի բանտում եւ տեսնում ենք նաեւ Հայաստանում էլ որ իրենց հետ լավ չեն վարվում։ Այն օգնությունը, որ Արցախահայերի անունով միջազգային կառույցները տալիս են կառավարությանը, մի կերպ է հասնում եւ բարեգործության նման են Արցախահայերին տալիս։ Եվ շատ անգամ նաեւ չեն օգնում Արցախահայերի, պետք է բնակարանային խնդիրները, քանի տարի է իր Արցախ-Ադրբեջան ճանաչելուց հետո Արցախահայերը տեղահանվել են իրենց հայրենիքում։ Այս տարիների ընթացքում հնարավոր չէ այս մարդկանց համար բնակարաններ կառուցել։ Իսկ 3 չէ առաջորդներ, թե այն մի օրներ Ստեփան Ասատրյան անունով մի կարգալույց մեկը խոսում է, որ Մայր Աթոռի բնակարանները կարող են Արցախահայերին տրվել։ Այ քո նման անարժանները, որ Մայր Աթոռի բնակարանը, որը Մայր Աթոռը քեզ տվել է, այսօր էլ երախտամոռաբար չես ուզում դուրս գաս։ Երբ որ տեսնում ենք Օհանավանքում 80 միլիոնանոց, ասենք բնակարան է սարքում, մենք դեմ չենք որ բնակարան։ Ո՞վ է սարքում։ Ինքը Ստեփան Ասատրյանը 80 միլիոնանոց։ Եվ չկառուցապատված հողամաս է փաստաթղթերով արդեն կառուցապատած է։ Նոր։ Այո, նոր Օհանավանի իր առանձնատունը որ կառուցում է եւ այնպես մեղք դեմքով է բնակարանը հանձնելուց խոսում։ Այնպես տպավորություն է որ վարչապետից ուզում է բնակարան կպցնել Մայր Աթոռի բնականից դուրս գալու դիմաց։ Հիմա է առանձնատուն կառուցում։ Այո, հիմա է կառուցում եւ կառուցել է բավական, ասենք արդեն ավարտում վիճակում է եւ ասենք այն ժամանակ նույնիսկ որ ինքը գնում էր դա բավական մեծ արժեքի էր եւ տեսնում ես մարդ որ վերջի շրջանում օհանավանցիներից մեծ մասից գումար չի վերցրել ծեսերին, պսակներին, կնունկներին, հուղարկավորություններին, որ իր հիմնական եկամուտն է եղել։ Այսինքն մարդը իր համայնքի անդամներից փող չի վերցրել եւ զուգահեռ 80 միլիոնանոց բնակարան է կառուցում առանձնատուն։ Այո, ես ուզում եմ իր այս նյութի ֆինանսի աղբյուրները հասկանալ ու չեմ հասկանում։ Ես համայնքային քահանա եմ, յուրականցիների եւ պսակներից եւ մկրտություններից եւ ուղարկավորություններից եւ տնօրնեկներից եւ մատաղների ժամանակ գումար եմ վերցնում, բայց այդ 80 միլիոնանոց կառույցը ես չեմ կառուցել։ Անշահախնդիր ազնիվ հոգեվորական է իբրև թե եւ հələ էս էլ բավական չէ, ասենք իր գումարը հերիքում է որ այն թանկարժեք մարզասրահներում մարզվի, որտեղ մարզվում են ոչ մեր նման սովորական մարդիկ, որոնք ընդամենը աշխատավարձով են ապրում, այլ մարզում է այնպիսի մարզասրահ, որտեղ մարզվում են մկանոտ կառուցվում են, դուք չեք աշխատավարձից բացի պարգևավճար ստացողները։ Ես շատ եմ ցանկանում, հավանաբար Տերային էլ կցանկանա, գոնե հնարավորություն ունենամ աշխատավարձ ունեցողների մարզասրահը գնամ։ Եվ կուզեմ, որ իրենք գոնե գիտակցեն, որ մարմինը մարզելուց բացի ավելի կարևոր բան կա, թող իրենց միտքն ու հոգին մարզեն, որովհետև մարմնամարզությունը միշտ չի որ ամեն շատ բաների է օգտակար։ Հոգու մտքի զարգացումը շատ ավելի կարևոր է եւ տեսնում ենք իրենք այդ կրթամակարդակում են մնացել։
նյութամոլության այս ճիրաններում են մնացել, որ իրենց գեր նպատակը նյութն է, եւ տեսնում ենք այս նյութամոլության շրջանակում իրենք լուրջ խնդիրներ ունեն։ Տերմանուկ, վերջին հարցս էլ ուղղեմ ձեզ, նախ հասկանանք ինչ կարող է անել այս իրավիճակում եկեղեցին, եթե օրինակ նաև օրինակ գործողություններ անեն վեհափառ հայրապետի նկատմամբ, նրա ազատ տեղաշարժը սահմանափակեն, ինչ ասեք, կարող են անել։ Եկեղեցականներս մենք միշտ մնում ենք եւ փորձում ենք մնալ նախ եւ առաջ մեր հոգեվոր օրենքի շրջանակներում եւ ինչու՞ չէ նաեւ սահմանադրությամբ ամրագրված օրենքի շրջանակներում ցավալիորեն այս բաժանությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Դուք քիչ առաջ նշեցիք, որ կարգալույցներից մեկը ասել էր, որ ավարտին պիտի հասցնենք, չէ՞։ Այո։ 18-ին սկսած գործը պիտի ավարտին հասնենք։ Սա ծրագիր է մեծ։ Գիտեք, մեկ-մեկ զարմանում եմ։ Համայնքապետը, մարզպետը, հոգևոր իշխանը, վարչապետ, մինչև ամենաբարձրը ըստ Աստվածաշունչի պետք է ուղղված լինի ծառայելու համերաշխություն, հաշտություն, խաղաղություն, իմաստություն ժողովրդի մեջ սերմանելու։ Բայց ցավալիորեն մենք այս վերջին 18 թվականի հեղափոխությունից մինչև այսօր եւ դեռ չգիտեմ որքան կշարունակվի, միայն տեսել ենք բաժանություն։ Դրանից լավ նվեր թշնամուն։ Բաժանիր, որ տիրես։ Պատերազմը չի ավարտվել։ Բաժանություն բոլոր ասպարեզների մեջ, ցավալիորեն։ Մի անդաստան կա, որի մեջ դեռ չեն հաջողվում բաժանել։ Դուք չհամարեք, որ այս վերջին մեր եպիսկոպոս Սրբազան հայրերը գնացին իրեն հետ միակամ եղան կամ որոշ հոգևորականներ, բաժանություն դեռ չի եղել եկեղեցում եւ երբեք իրենց չի էլ հաջողվելու, որ եկեղեցին բաժանեն։ Կլինեն դավաճաններ, թող լինեն, Աստված եւ ժամանակը իրենց դատը կտա։ Մի հարցել ու ամփոփենք, դուք շփվում եք մարդկանց տարբեր տեսակի մարդկանց հետ, հա, եւ միջին եւ բարձրագույն կրթություն ունեցողներ, սովորական շարքային գյուղացիներ, քաղաքացիներ, իրենց ուրախ եւ տխուր օրերին դուք եք ներկա ըստ էության։ Իրենք հասկանում են իսկապես ինչ է կատարվում։ Այո, պատկերացրեք, սա է միշտ հետաքրում։ Իրենք գիտակցում են ինչ ծրագիր է մեր դեմ։ Ժողովուրդը արդեն հստակ տեսնում է։ Ժողովուրդը հստակ տեսնում է, որ մենք այստեղ եկեղեցու դեմ ուղիղ հարձակում, այստեղ անձերի խնդիր չէ։ Մանավանդ երեկվա դեպքը արդեն բանակի հոգևոր առաջնորդությունը լուծարելը դեռ ես համարում եմ սա սկիզբն է, սա մեծ հալածանքներ չեն մի խոսքով։ Դեռ մեծ հալածանքները արժևում են լինելու։ Սրանք ինչ են, որ եկեղեցին չտանի կամ եկեղեցականները։ Ավելի ծանր հալածանքներ են եղել։ Բայց ժողովրդի մեծամասնությունը դեմ է այս անօրենություններին։ Եվ տեսնում ենք, ասենք նաև Հովնան Սրբազանի, Մակար Սրբազանի, Հայր Մովսեսի եւ մյուս հոգեվորականների դեմ, այսինքն հասարակությունը հասկանում է, որ խնդիրը վեհապառ հայրապետի դեմ չէ, միայն մայրաթողի դեմ չէ։ Եվ ոչ միայն եկեղեցականների դեմ է, այլ եկեղեցու հետևորդ այն բոլոր հավատացյալների դեմ է, որոնք ունեն ազգային նկարագիր, որոնք քրիստոնեական բարոյականով եւ արժեքներով են ապրում։ 4 սրբազան բանտերում են։ Ես կարծում եմ այս վերջին երկու դատավարությանը հետևել եք։ Մկրտիչ Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի։ Բագրատ Սրբազանի դատավարությանը անձամբ ներկա եմ եղել։ Մկրտիչ Սրբազանի դատավարությանը on-line հետևել եմ։ Ներս չեն թողել։ Բացառիկ պատրաստվածությամբ մեր իրավապաշտպանները այնպիսի փաստեր են դնում դատավորի առաջ, որ
տպավորություն է, որ դատախազը արդեն իսկ համաձայն է այս բոլոր փաստերին։ Բայց դատավորը քարացված օրենք է, հստակ հրահանգը տրված է, Հստակ մարդուն SMS-է։ 7 ամիս դու պահել ես բանտի մեջ Բաքրատ Սրբազանին եւ այդ 18 արդարներին, բոլորին իրար հետ 7 ամիս պահել ես, շինծու որևէ բան չես կարող Դե ասում են, ասեք ինչի համար, մարդիկ չեն հասկանում, իրենց մեղք, իրենց ինչու են մեղադրում։ Այո, կամ Մկրտիչ Սրբազան, մարդը 50 տարեկան մարդ է, եպիսկոպոս է, արդեն 25 տարվա հոգևորական է, այնքան քաջարի գործեր են կատարվել Արագածոտնում իր առաջնորդության ժամանակ, բարձրագույն կրթություն է ստացել ճեմարանից հետո, միայն այս հայրենիքին, այս ժողովրդին ծառայել է, անշահախնդիր ծառայել է։ Դու այսօր տարել ես, նստացրել ես դատարան, 2 ապիկարների էլ բերել ես, դրել ես իրանց դեմը, Եվ որ ամոթել են անում, տեսել եք նյութերի մեջ, նկարների մեջ տեսել եք, որ նույնիսկ անգամ Սրբազանի երեսին ուղիղ չեն նույնիսկ այդ անամոթներն Եվ ընդհակառակը Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը նայում էր դեմքներին։ Այո։ Բա ամոթ չի։ Վրաններն իրենք իրենց ծառայության ժամանակ ամոթ է ասել այսպես ասեմ համեմատ այդպես բառ օգտագործելն էլ եմ ամաչում, բայց ասես կատարյալ քծնող են եղել։ Այսօր էլ կատարյալ զրպարտի չեն։ Եւ այս մարդիկ են, որ իրենց ասածով է դատարանը որոշում։ Երբ որ 18 քահանաներ կանք թեմում, ինձ երբևիցե չի եղել, ոնց որ Ստեփանն է ասում, վերադասը ինչ որ տեղ ուղարկի։ Ավել ասեմ, ինձ նույնիսկ եկեղեցական տոներին, միջոցառումներին, հանդեսներին չի եղել, որ թեմակալ առաջնորդը ինձ պարտադրանքով մասնակցություն ապահովի։ Այսօր Սուրբ Սարգիսում ուշի պատարակ էր։ Որևէ մեկ քահանա չկար այնտեղ, որ պարտադրված էր մասնակցում։ Այն քահանան, որ ծես ուներ, օրինակ գալիս էր, համայնքի երիտասարդներին ուղեկցում էր, ասում էր, որ այս ինչ արարողության եմ հլնում գնում էր, պատարակի վերջում էլ գալիս էր իր երիտասարդներին տանում էր կամ երիտասարդները գնում էին։ Մեր եկեղեցում Նիկոլ Փաշինյանի պատկերացած այդ բռնի միջոցները, որ ինքը կիրառում է կառավարության անդամների եւ մնացած պաշտոնյաների նկատմամբ, դատավորներից դատախազներ մինչեւ շարքային ոստիկաններ, դա չկա, որ Նիկոլ ասում է, քանի գլուխ ունեմ վրեքը, որ ասածս չանեն, կառավարությունը ես եմ։ Հարգելի բռնապետ, մենք ժողովրդավար երկիր ենք ուզում, մենք այս երկրի քաղաքացիներն ենք, մեզի բռնապետ պետք չի, մեզ հայրենասեր, աստվածասեր ղեկավար է պետք, որ ղեկավարելու ձիրք ունենա, շնորհք ունենա, ապագայի տեսիլք ունենա երկրի շենացման, տնտեսության զարգացման։ Հիշեցի ակամայից Միքայել Սրբազանի հետ իմ զրույցից մի հատված, երբ որ նա ասեց այդ դեմոկրատիան էր էլի պատճառը, որ Հիսուս Քրիստոսին խաչեցին, ասեց դեմոկրատիան էր հենց։ Վերջում եթե ինչ որ բան ունեք դիմելու մեր քաղաքացիներին, ինչ անեն, ինչպես ձեզ օգնեն, կարող եք սա էլ ասեք ու ամփոփենք։ Գիտեք, իմ ամենամեծ ցանկությունն ինչ է։ Մեր հասարակությունը ուղակի եկեղեցիները լցնեն իրենց անկեղծ ներկայությամբ, թեւուտիկուն եղեք ձեր հոգևորականներին։ Ամբողջ աշխարհում 10 եւ ավել միլիոն հայության մեջ ընդամենը 600-700 հոգևորական ունեք։ Ես նույնիսկ զարմանում եմ մեր այն հոգևորականների վրա, ովքեր որ այսինքն մեծ ճանապարհ են անցել ու այսօր մարդը հասնի եպիսկոպոսության աստիճանի ու գնա դավաճանի իր եկեղեցուն։ Եվ այս դավաճանությունը ուղիղ Սուրբ Հոգու դեմ հայհոյություն է, որ երբեք չի ներվելու։ Դավաճանի կնիքը իրենց ճակատին ապրելու են մինչև իրենց կյանքի վերջը։ Բայց դուք, ով ժողովուրդ, համախմբվեք ձեր եկեղեցու շուրջ, ձեր հոգևորականների շուրջ, ամուր մնացեք ձեր հավատքի մեջ, ինչ գրված է կատարվում է։ Միայն Աստված է, որ այս ամեն ինչը խաղաղեցնելու եւ հանդարտեցնելու է։ Իսկ մենք քաջաբար մեր հույսը դրել ենք մեր Տիրոջ վրա։
Թող Աստված մեր ազգին առավել սեր եւ միաբանություն պարգևի։ Մենք էլ հավատարիմ լինենք մեր հայրերի Աստծուն, Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեր ուխտապահ հոգևոր դասին եւ հավատացյալ մեր ժողովուրդը թող միասնական լինեն, որպիսի կարողանանք միասնաբար հաղթահարել այս կյանքի ծովի ալեկոծությունները, որ մեր առջև ծառայել են։ Եվ վստահ եմ, որ Աստված մեզ օգնական է լինելու նաև այս խնդիրները, որ ներկայումս ունենք, Աստծո օգնականությամբ հաղթահարելու։ Տիրոջ շնորհը եւ խաղաղությունը թող լինի ամենքիս հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալ եմ Տեր հայրեր այս զրույցին մասնակցելու համար։ Հարգելի հետևորդներ, կրկին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես քահանա Բաղալյանը եւ Արագածոտնի Թեմի Հովանավանքի քահանա Կարմրավորի եւ Արուջի Հովության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։ Լավ եղեք, կհանդիպենք։